Շնորհակալություն, ամփոփիչ ելույթում ես փորձեմ Տիկին Թովմասյան անդրադառնալ ձեր բարձրացրած հարցերին։ Նախ ուզում եմ ասել, որ ժամանակս օգտագործեցի նաև գործընկերներիս հետ շփվելով եւ տեղեկացա, որ ձեր օգնականի հետ կապ են հաստատել, ձեր օգնականն է պատասխանել զանգին, դրա համար վստահաբար պնդում եմ, որ բոլոր են հեռախոսազանգերը, որոնք այդ պահին պատասխան չեն ստանում, անպայման հետ են զանգահարում ու նոր չեն զանգահարել, մինչև իմ ելույթն են ոնց որ դες կապ հաստատել։ Շատ լավ։ Անցնեմ Շատ լավ։ Անցնեմ հաջորդը։ Ձեր նշած դեպքով, երբ որ ասացիք, որ հանձնաժողովը արձանագրել էր վարքագծի խախտում։ Քաղաքական պաշտոն զբաղեցնող համար այլ բան քան վարքագծի խախտում արձանագրել է եւ այդ որոշումը հրապարակել է կայքում, այլ գործիքակազմ հանձնաժողովը չունի։ Ասեմ ավելին, այդտեղ մեր գործիքակազմը սահմանափակվում է հրապարակումով, միաժամանակ դա այսպես ասած ստեղծում է հանրային պատասխանատվություն, իսկ կարծում եմ դա շատ ավելի մեծ պատասխանատվության տեսակ է, քան ցանկացած այլ պատժիչ մեխանիզմ։ Եվ որքանով որ ես տեղյակ եմ, նաև մյուս կողմը հրապարակային պարզաբանում է ներկայացրել իրենց պաշտոնական կայքեջում։ Այս համատեքստում ասեմ, որ հանձնաժողովի գործառույթները ուզում եմ հստակ շեշտադրել, պատժիչ մեխանիզմ չեն կրում եւ դրանք չպիտի փոխարինվեն դեպի պատժիչի, որովհետեւ հանձնաժողովը բացառապես պիտի իրականացնի իր կանխարգելիչ մանդատը։ Հաջորդ դեպքը, երբ որ ասացիք դու գանվել է կոնկրետ 300,000 դրամ աճուրդով, ասեմ, որ այս մասով հանձնաժողովը վստահաբար ուսումնասիրություն է իրականացրել եւ եթե այլ ցանկացած տվյալ հայտնաբերվում է ուսումնասիրության ժամանակահատվածում, միայն տուգանքը չի բացառում, որ հանձնաժողովը կոնկրետ դեպքով եթե արկա լինեն իր մոտ չփարատված կասկածներ, զրկված է իրավասու մարմնին հաղորդում ներկայացնելու հնարավորությունից։ Ձեր կոնկրետ նշած դեպքով ավելի մանրամասներին չեմ տիրապետում, որովհետեւ կան գործընթացներ, որոնք դռնփակ նիստով են իրականացվում եւ մյուս վարչության աշխատակիցները դրա վերաբերյալ տեղեկատվություն չեն ունենում, բայց այս մասով կրկին խոսքս վստահ եմ ասում, որ եթե լինեն այլ խնդիրներ, չփարատված կասկածներ, դրանք կունենան նաեւ այլ հետագա հետևանքներ։ Ցանկացած վարքագիծ հանձնաժողովում, որը որ հրապարակային է կամ դրա վերաբերյալ հանձնաժողովը ստանում է դիմում, հանձնաժողովում լրացուցիչ ուսումնասիրության առարկա են դառնում, քննարկվում են եւ դրա վերաբերյալ նաեւ առկա են որոշումներ, որոնք հրապարակային են եւ հանրությունը նաև հնարավորություն ունի հաշվետվողականության տեսանկյունից, բայց եւ թափանցիկ է հանձնաժողովի գործունեությունը ծանոթանալու հանձնաժողովի վերաբերմունքին կոնկրետ անձանց վարքագծի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է հայտարարագրերի հետ կապված մինչև 2021 թվականը, այդ հայտարարագրերը իհարկե չեն կորել եւ չեն էլ կարող կորել։ Դրանք առկա են, ուղղակի քանի որ գործարկվել է նոր էլեկտրոնային համակարգը հայտարարագրերի, դրանց միգրացիան դեռևս չի ապահովել, բայց կարող եք վստահաբար հանգիստ լինել, դրանք մեզ մոտ են, ապահով ձեռքերում են եւ երբ որ հնարավոր կլինի տեխնիկապես միգրացիան ապահովել, դուք բոլորդ արդեն կայքում հրապարակված կտեսնեք այն հայտարարագրի տեսքը, որը որ առկա է եղել նախորդ համակարգում։ Հետևաբար ձեզ վստահեցնում եմ, որ այս մասով մտահոգվելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա։ Ժամկետները շատ մոտ ժամկետներում խնդրում եմ ըմբռնումով մոտենալ։ Ոչ մի համակարգ միանգամից չի ստեղծվում եւ միանգամից կատարյալ չի լինում։ Մենք էլ թեպետ փոքր, բայց կայուն քայլերով առաջ ենք գնում։ Իսկ դրա համար հավատացեք, մեծ համբերություն է անհրաժեշտ, իհարկե չշարաշահելով նաեւ այն համբերությունը, որը որ ձեզ մոտ առկա է։ Վստահաբար պնդում եմ, որ միգրացիան շատ մոտ ապագայում կապահովվի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։